Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քիչ առաջ եթերում ասվեց, Հայ-Հեղափոխական դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն նախաձեռնությամբ է հանդես եկել կանխելու եւ ազդելու ներկայիս գործող ժխտողական քաղաքականության վրա եւ Թալյատ Փաշայի ձեռագիր օրագիրը, որը հրատարակված է եւ ձեռք է բերվել իր կնոջ փոխանցմամբ թուրք լրագրողին, որ հրատարակված է, մենք նվիրեցինք այդ գիրքը, որտեղ փաստվում է հայոց ցեղասպանության իրական պատկերը Թալյատի ձեռքով նշված տեղահանվածների, սպանվածների, առևանգված հայ պատանների, որոնք առևանգվել են, որպեսզի ուծեն, այդ փաստագրական գիրքը նվիրեցինք եւ նվիրում ենք, շարունակելու ենք այսօրվա արտաքին քաղաքականության եւ նաեւ մատաղ սերնդի դաստիարակության համար պատասխանատուները։ Ես ճիշտ հասկացա, գիրքը փաստորեն ձեռագիր ուշերեն, հա, որ Թալյատի Այո, քանի անգամ հրատարակված, այո։ Ձեռագիրը փոխանցել հետո Այդ օրագիրը Օսմանյան կայսրության կառավարությանը ներկայացված փաստագրական հաշվետվություն է եղել Թալյատի կողմից, որը 80-ականներին արդեն փոխանցվել է կնոջ կողմից թուրք լրագրողին, որը հրապարակվել է։ Թուրքիայում է հրապարակվել։ Նաև Թուրքիայում։ Այսօրվա գիրքը որ նվիրեցինք անգլերեն էր։ Թարգմանվել է անգլերեն։ Այո, հայերեն էլ կա, այո, հայերեն էլ կա։ Եվ ինչ ակնկալիքներ ունեք։ Այսինքն մտածում եք, որ մտածում եք, որ տեղյակ չեն, տեղեկացվելու ուղիներ չունեն, ինչ եք մտածում։ Մենք վստահ ենք, որ տեղյակ են եւ այսօր գտնվելով ժխտողական քաղաքականության այդ ազդեցության տակ պարտավորվածություն ունենալով թուրք իշխանավորների քաղաքականությունը վարում են այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև տանում են դեպի ուրացում, ցեղասպանության փաստի ուրացում, ցեղասպանության արժեզրկում, ինչ որ քննարկումներ են ուզում նախաձեռնել եւ դրա համար մենք տրամադրում ենք հենց Թալյատ Փաշայի ձեռքով գրված փաստաթուղթը, որը իրենց համար շատ ավելի ընդունելի է։